որոշել եք ընտրություններում եք ձայն տալու։ Հա, Նիկոլա, Ինչ բարեփոխումների համար։ ամեն ինչի համար։ Ամեն ինչն էլ լավ է, նորմալ է։ Հավատում եք, որ խաղաղություն կլինի։ Իհարկե։ Ժամանակ է պետք, ամեն ինչի ճիշտ է, դժվար բան է դա, ագրեսորի դեմ բան անելը, բայց դրա հետ միասին տնտեսությունն է զարգանում, զինվորական ուժը մեծանում, զինվորական արտադրանքը տեխնիկա են արտադրում, ամեն ինչ իր դերը խաղում է խաղաղության մեջ, ամեն ինչը։ Հետ դրան ժամանակ է պետք։ 30 տարի բան չեն արի, ուզում են մի քանի տարում ամեն ինչ 100%-ով գնա, չի լի տեսնում։ Բայց դա ինչ որ արել է երկրի համար, դա քիչ չի լի։ Թողանային մնացածները։ Կարապետյանի ու Քոչարյանի մասին ինչ կարծիք ունեք։ Շատ վատ, ամեն ինչն վատ է։ Հեր ինչ որ լսում ես այդ հեծի չարաշահումները, բաները, ամեն ինչը, բայց ոնց կարան։ Հետո ասում եմ մի դրամով վարչապետ կաշխատեն կամ զրոդա, դա հնարավոր բան է։ Իսկ Քոչարյանի մասին։ Դրա մասին ավելորդ է խոսել։ Բայց հիմա որ Նիկոլա չեղավ, ով։ Այս խառնակիչները։ Ինչ կարծիք ունեք նոր ձևավորված ուժերի մասին, օրինակ Սամվել Կարապետյան։ Չէ, իրան ես չեմ վստահում, ճիշտն ասած։ Ինչու։ Չեմ վստահում, այլ երկրում ապրած չէ, չեմ վստահում։ Իսկ Քոչարյանի մասին ինչ կարծիք։ Իրեն ընդհանրապես չեմ ընդունում։ Չեմ ընդունում։ Իսկ իշխանության վերջին բարեփոխումների մասին ինչ կարծիք ունեք, օրինակ առողջապահական ապահովագրություն, թոշակների։ Բաներ արեց, իհարկե, չգիտեմ, եւ թոշակների բարձրացում, եւ այդ բժշկական ապահովագրություն, մարդիկ օգտվում են, բայց դա ինձ համար բավարար չէ։ Համենայն դեպս պետականամետ ուժերին։ Կարևորը անկախության կողմնակիցներին։ Հների անուն չտակ, հների ինձ համար գոյություն չունեն։ Իսկ Սամվել Կարապետյանի մասին ինչ կարծիք ունեք։ Շատ վատ կարծիք ունեմ։ Ինչ եմ հավանում, ինձ դուր չի գալիս։ Իրա որ ձևը, ոչ իրա տեսը թալանել է, ոչ էլ մի բան դրա համար ասի, նա հներից է, նրա մասին մի հարցել, իսկ իշխանության բարեփոխումներից ինչ կթվարկեք, որ գոհ եք։ Շատ բանից, կարող է ինչ որ բան այնպես չի արվում, բայց որ երկիրը առաջ է գնում քայլ, դա ակնհայտ է։ Եվ միայն կույրը կամ թշնամին դա չի նկատի։ Ես հիշում եմ, թե Քոչի ժամանակ քանի հատ մանկապարտեզ փակվեց, թաղապետից բռնած յուրացրել են, տարածքները դարձրել սեփականություն։ Ոնց կարելի այդ բոլորը տեսնելով նորից նրանց մասին խոսել։ Հավատում եք, որ խաղաղություն կլինի։ Դե խաղաղությունը եթե միայն մեզնից լիներ, կասեի հա հավատում եմ, բայց աշխարհը տուրբուլենտ վիճակում է։ Ինչի մասին է խոսքը։ Ոչ ոք չի կարող այսօր գուշակել, ասել ինչ կլինի։ Այն թաքնված ուժերը բաժանում են աշխարհը իրանց մեջ, մարդկանց քանակ են պակասեցնում, ու մենք այստեղ նստած գուշակում ենք, կլինի թե չի լինի։ Իսկ ինչ կարծիք ունեք ուժերի մասին, որ ասում են Ղարաբաղ պետք է վերադառնալ։ Ղարաբաղը պահող էին, թող իրանք գային այդ ժամանակ պահեին։ Տալուց հետո այդ նույնն է, որ հիմա գորան թե Ղարս Արդահանը Մուշևանը տվեք մեզ ով է տալու Թուրքիան։ Այդ մենակ տգետ մարդը կարող այդպես անի, կամ թշնամին, որը առիթ աման գալիս երկրին, հանես ես մի բուր ժողովրդին էլ կոտորես, թե իրանք են կամ իրանց լակոտներն են կրվել։ Գիտեք ինչ, ես այնքան կյանք եմ ապրել ես երկրում, ու 78 տարեկան եմ, ես սովետին էլ եմ տեսել, այս հին Քոչի ուժերին էլ եմ տեսել, Սերժին էլ եմ տեսել, ու միշտ նույն կարծիքին եմ եղել, որ ոչ մեկի վեճը չի, ոչ է ժողովրդի վիճակը։ Մենք մի հատ բլոկադա արեցին 2 տարի, մեզ մութ ու խավար ցուրտ բնակարաններում թողեցին։ Եվ հետո գնում են իրանց երեխեքին տանում արտասահմաններում ծննդաբերել տալիս, քաղաքացիություն ստանա, որ չկռվեն։ Մեկը դուք ստեղի քաղաքացի եք, վաղը պատերազմ լինի դուք եք չէ գնալու, իրանք չեն գնալու, իրանք իրանց երեխեքի համար այդ տեղերը կամ կառնեն կամ կթռցնեն դուրս կհանեն։ Քոչարյանի մասին
Մենակ Քոչարյանն է, ես Քոչարյան չասեք, ես իրան ասում եմ, կարիճ ռոբ, տեսքը տենում եմ, արդեն սենց կուշտ եմ իրա պատճառով, թե ինչեր են քաշել։ Կընտրություններում եք ձայն տալու։ Ես չեմ ընտրելու, Ինչու։ այդտեղ չեմ լինելու։ Իսկ եթե լինի Դրա ներկայիս կառավարությանը։ ինչ բարեփոխումների համար, ինչ փոփոխություններ եք տեսել։ Շատ բան եմ տեսել հիմա, որ եթե նայեք ձեր շուրջը կտեսնեք արդեն։ Իսկ ընդդիմադիր ուժերի մասին ինչ կարծիք ունեք Սամվել Կարապետյան, Քոչարյան։ Փաշինյանը։ Որովհետև ինքը այսի սաղես ինքն է սարքում։ Որոշել եք ում եք ձայն տալու։ Հա, ընդդադրենք որոշել ենք իհարկե։ Եթե գաղտնիք չէ ում։ Նիկոլ Փաշինյան։ Ինչ բարեփոխումների համար։ Ես 65-ից անցել եմ էլի դրա համար։ Առողջապահական ապահովագրությունից եք։ Այ, օգտվում եմ։ Շատ գոհ եմ։ Իսկ ընդդիմադիր ուժերի մասին օրինակ Կարապետյան, Քոչարյան ինչ կարծիք։ Այսինքն ընդհանրապես չեմ էլ նայում։